Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում դիվանագիտական։ Այլ փաստաթղթերը կհանվեն ռուսաստանյան սահմանը հատելու համար թույլատրելի փաստաթղթերի ցանկից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին 2000 թվականի ռուս-հայկական համաձայնագրում փոփոխություններին։ Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները կարող էին Ռուսաստան այցելել նաև ծննդյան վկայականով, մինչև 16 տարեկան երեխաների համար, զինծառայողների և մի շարք իրավապահ ու դատական մարմինների աշխատակիցների վկայականներով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային և երկաթուղային տրանսպորտի աշխատողի վկայականով, ապա սրանից հետո Ռուսաստան մուտք գործելու, այնտեղից դուրս գալու և գտնվելու համար Հայաստանի քաղաքացիների փաստաթղթերի ցանկում կմնան Հայաստանի քաղաքացու անձնագիրը, դիվանագիտական անձնագիրը և Հայաստան վերադարձի վկայականը, միայն Ռուսաստանից դուրս գալու համար, օրինակ, անձնագիրը կորցնելու դեպքում։ Աղբյուրի տվյալներով փոփոխությունները նախապես համաձայնեցվել են Երևանի հետ և կձևակերպվեն նոտաների փոխանակման տեսքով։